Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր իմ խոհանոցում վրացական ուտեստ է, չախողբիլի, շատ համեղ է, յուրահատուկ համ ունի, երբ որ իրենց ճաշատեսակները պատրաստում ենք հենց իրենց նախընտրած համեմունքներով։ Ինչպես հայկական խոհանոցը, այնպես էլ վրացական խոհանոցը բազմազան է, շատ համեղ է և շատերի կողմից սիրված։ Մանավանդ իրենց առանձին համեմունքներով։ Չախողբիլին պատրաստվում է հում հավի մսով, այստեղ հավի մսով տարբերակն եմ ներկայացնում, տապակում են բուսայուղի մեջ, հետո շարունակում։ Ես նախընտրում եմ մի հատ հավի միսը եփել, կտրատել, հետո նոր տապակել յուղի մեջ։ Տապակվելուց հետո երկու կողմից շուռումուռ ենք տալի, որպեսզի մի թեթև կարմրի, տապակելուց հետո հանում ենք բուսայուղից և ավելացնում ենք առատ կտրատած գլուխ սոխ, ինչ կտորներով ուզում եք ավելացրեք, միևնույն է համը նույնն է լինելու, ավելացնում եմ մի փոքր կանաչ պղպեղ և էլի առատ լոլիկ, այստեղ պետք է պատրաստենք սոուս, ինչպես տեսնում եք մի քանի կտոր կծու պղպեղ եմ դրել, քանի որ տանը երեխաներն էլ են օգտվելու, ես կծու չեմ սիրում, այդ պատճառով կծուն շատ քիչ եմ արել, հետո յուրաքանչյուրն իրենց ամանում կավելացնեն, մի քիչ տոմատի մածուկ ենք ավելացնում և համեմունքները, այստեղ օգտագործում եմ խմելի սունելի, աղ, սև պղպեղ, կարմիր պղպեղ և մի փոքր սխտորի փոշի, հետո ավելացնում եմ կտրատած սխտոր, համեմ ու սոխ։ Այս ամբողջը լավ խառնում ենք, թողնում ենք եփվի, պետք է այնքան եփվի, որ լոլիկը լավ տրորվի ու սոուսի նման դառնա, հետո ավելացնում ենք արդեն կարմրացրած հավի մսի կտորները, տեղավորելով այս մասսայի մեջ, կափարիչը փակում ենք ու թողնում ենք լավ եփվի, մի փոքր ջուր ենք ավելացնում, որպեսզի սոուսը հյութեղ լինի, ջրալի լինի, այս ամբողջը ավելացնելուց հետո 10 րոպեն բավական է, որ եփվի։ Չեք պատկերացնի ինչքան համեղ բույր է տարածվել ամբողջ խոհանոցով մեկ, ի դեպ ասեմ երեկոյան պետք է սա մատուցեի փլավի հետ, բայց ոչինչ չեմ պատրաստել զուգահեռ, որպեսզի հիմնվեին հենց այս ուտեստի վրա ու սա ճաշակեին, այս անգամ թեպետ սոուսը և պղպեղի և սոխի և լոլիկի կտորներով էր, բայց կարելի ասել ես հաղթեցի, վերջում ավելացնում ենք մի կտոր կարագ և մատուցում, այնքան համը հավանել էին, որ հացը թաթախելով ճաշակեցին ու շատ հավանեցին, իսկ ամուսինս ճաշակելուց հետո հիշեց տարիներ առաջ, երբ եղել էինք Վրաստանում, ճաշակել էին ուտեստ, ասեց էնտեղի ուտեստի համին է նման, մի խոսքով շնորհակալ եմ, որ դիտեցիք, դուք էլ փորձեք միգուցե հավանեն, կհանդիպենք նոր համեղ վլոգում։